Բարի օր Ծովինար, բարի օր հարգելի հեռուստադիտողներ։ Ծովինար, այո, այստեղ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ աստիճաններից ներքև ավելի քան 3 ժամ է ակցիաներ են իրականացնում տասնյակ արցախցիներ, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ակցիան սկսել է, երբ դեռ նոր էին եվրոպացի առաջնորդները ժամանում մարզահամերգային համալիր, մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Տեր կանգնենք ժողովրդավարությանը, ակցիայի մասնակիցներն ուզում են, որ եվրոպացի առաջնորդները իմանան, թե ուր են եկել, ըստ նրանց սխալ պատկերացում կա Հայաստանի ժողովրդավար լինելու մասին։ Մարդու հիմնարար իրավունքները խախտող երկիրը չի կարող լինել ժողովրդավար ըստ ակցիայի մասնակիցների։ Տեր կանգնենք ժողովրդավարությանը կարգախոսով են ակտիվիստներն իրենց բողոքի ձայնը բարձրացնում։ Միևնույն ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները ամոթանք են տվել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին, որ նրանք աչք են փակում Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների, ցեղասպանության ենթարկված արցախահայության, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ մեր բանտերում գտնվող տասնյակ քաղբանտարկյալների համար։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճաններից ներքև ծուխ են արձակել ակցիայի մասնակիցները, զգուշացնելով Եվրամիության ղեկավարներին, որ նրանք ըստ ակցիայի մասնակիցների պատասխանատու են Հայաստանում կատարվողի համար։ Լսենք ելույթներից մի քանի դրվագներ։ Նամակները կամ այս բողոքի ակցիաները առնվազն իրազեկվածություն է նրանց համար ապահովում, այլ հարց է, որ արդեն քաղաքական, տնտեսական եւ այլ ոչ մարդկային եւ ոչ մարդկային շահերը նրանց միգուցե խոչընդոտում են որևէ այլ գործողության դիմելու։ Հիմա սա ավելի շատ պահանջված է, որովհետեւ ինչի համար, եթե նախկինում այս խնդիրները նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մակարդակով էին բարձրաձայնվում։ Հիմա ոչ միայն չեն բարձրաձայնվում, այլ բարձրաձայնվածն էլ փորձ է արվում խլացնել։ Դուք այսօր հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր մասնակցել են այդ ցեղասպանությանը։ Երբ որ Արցախում տեղի էր ունենում ցեղասպանություն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում էր միջազգային հանրությանը, թե արցախահայության կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն պահին մի ամբողջ ժողովուրդ ենթարկվում էր ցեղասպանության։ Ծովինար առավոտից այստեղ են նաև արցախյան պատերազմների ժամանակ անհետ կորածների ծնողներն ու հարազատները։ Նրանք նամակ են պատրաստել եվրոպական քաղաքական 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համար, որտեղ նշել են, որ ավելի քան 1000 անհետ կորած հայ զինծառայող կա։ Լսենք նրանց։ Որդիս անհետ կորած, 2 ամսվա ծառայող որդիս։ 20 թվի 44-օրյա պատերազմին մասնակից։ Մինչև հիմա ոչ մի լուր չունեմ, ոչ մի տեղեկություն չունեմ, ոչինչ չեն անում, սենց ասեմ, ոչինչ։ Մեր երեխեքի հետ կապված ոչինչ չեն անում։ Երբ ա կորել վերջին կապը։ Հոկտեմբերի 14-ին է վերջին զանգը եղել։ Ինչ ասել, հաղթելու ենք, լավ ա լինելու, մամ կարողա երկար ժամանակ չզանգեմ։ Այդ քանի օրվա ամբողջ բողոքը մենակ էդ ա եղել։ Ես իրանից չեմ իմացել ինքը ինչի միջով անցնում։ Այդ երկարը 6 տարի եղել։ 6 տարի։ Ու մենք սպասում ենք, բոլորս էլ սպասում ենք, ինչքան ուզում ա լինի։ Դե այդտեղ չի մնացել եմ, որ վերջ տեղը մեր տեղը, որ այս ոնեսրանով մի պատասխան, մի բան ասեն։ Պահանջում ենք մեր երեխաներին օգնություն ենք խնդրում, որ իրենք անընդհատ կոչերով հանդես չգան, այ անմիջական գործով հանդես գան, ինչ կանեն, ինչ չեն անի, թող մարդասիրական բոլոր նորմերի համաձայն, քանի որ մարդու իրավունքները այս պահին մեր երեխեքի ոտնահարված, ընդհանրապես որ միջազգայինորեն վերականգնեն մեր երեխեքի իրավունքները, մեր իրավունքները պահանջում ենք երեխաներին։ Ամբողջ աշխարհում թմկահարում են 21-րդ դար ազատությունով մարդկային չգիտեմ ինչ ոնց։ Բայց ուրա Այսա մի 4 տարի մեր երեխաներից է։ Ձեր հարազատն են անհետ կորել։ Հա, որդիս է։ Ծովինար, հարգելի հեռուստադիտողներ, տեր կանգնենք ժողովրդավարությանը կարգախոսով ակցիան շարունակվելու է մինչև ուշ երեկո։ Ակցիայի մասնակիցները այստեղ են մնալու մինչև վերջ, մինչև եվրոպական քաղաքական գագաթնաժողովի
մասնակիցների հեռանալը։ Ծովինար մենք շարունակում ենք աշխատել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։ Նորության դեպքում կապ կհաստատենք ձեզ հետ։ Ծովինար